Ողջույն Գոհար ջան, այսօր մենք խոսելու ենք կորպորատիվ իրավունքից եւ խոսելու ենք այն կարևոր փաստաթղթերի մասին, որոնք որ յուրաքանչյուր ընկերություն պետք է ունենա։ Կարող եք ասել, թե ինչքան կարևոր է, որ յուրաքանչյուր ընկերություն ունենա գրագետ եւ օրենքի պահանջներով նախատեսված փաստաթղթեր։ Ողջույն Նարեկ ջան, շնորհակալ եմ շատ հրավերի համար, ուրախ եմ այստեղ գտնվել։ Առաջին հերթին ասեմ, որ կորպորատիվ փաստաթղթաշրջանառությունը իմ պատկերացմամբ դա յուրաքանչյուր կազմակերպության ողնաշարն է, այսինքն առանց ամուր ողնաշարի որևիցե կազմակերպություն արդյունավետ գործունեություն իրականացնելու հնարավորություն չունի, այսինքն ինչքան գրագետ եւ օրենքին համապատասխան փաստաթղթաշրջանառությունն ենք, այնքան ավելի մինիմալ, նվազագույն ռիսկերով եւ ապահով գործունեություն իրականացնելու հնարավորությամբ ենք օժտված։ Բացի այդ, նորից իմ գնահատմամբ իհարկե, փաստաթղթերը միակ հնարավորությունն է, որ կազմակերպություններին հնարավորություն են տալիս փոխհամագործակցել արտաքին աշխարհի եւ նաեւ իրենց ներքին հարաբերությունների մեջ, այսինքն կազմակերպությունները չունեն լեզու, չունեն շփման որևիցե ձև եւ փաստաթղթերը միջոցն են, որ իրենց որոշումներն ու կամ արտահայտումը կազմակերպությունները կարողանում են փոխանցել։ Հետևաբար, ինչքան արդյունավետ եւ գրագետ, այնքան ավելի միտքն ու որոշումը կկարողանանք ճիշտ փոխանցել նաեւ արտաքին աշխարհ։ Իսկ հիմնական ինչ սխալներ են թույլ տալիս ընկերությունները, որը որ հետագայում բերում է բացասական հետևանքների։ Սխալները ամենատարբեր բովանդակության ու բնույթի կարող են լինել, սկսած տեխնիկական խնդիրներից վերջացրած ավելի տենց խիստ բովանդակային խնդիրներով, ու կախված նաև թե ինչ փաստաթղթի մասին ենք մենք խոսում, որովհետև կորպորատիվ փաստաթղթաշրջանառություն ասվածը բավականին լայն հասկացողություն է։ Եթե խոսենք կանոնադրությունից որպես կազմակերպությունների առաջի փաստաթուղթ, հիմնադիր որոշումից հետո իհարկե, որը մենք օգտագործում ենք, այս փաստաթուղթը միշտ բոլոր կազմակերպություններում կարծում եմ կա զուտ այն պատճառով, որ առանց դրա ուղղակի պետական գրանցում իրականացնել հնարավոր չի, բայց երբեմն այդ փաստաթղթի նկատմամբ շատ անտարբեր վերաբերմունք կա։ Մենք գիտենք իրականության մեջ կան կանոնադրություններ, որոնք մեկ էջ են, այսինքն որևիցե իրական կարգավորում իրենք չեն նախատեսում, հա։ Օրինակ մեր սահմանափակ պատասխանատվությունների մասին օրենքը, բաժնետիրական ընկերությունների մասին օրենքը բավականին դեմոկրատական կարգավորումներ ունեն ու ունեն բազմաթիվ դիսպոզիտիվ նորմեր, որոնք հնարավորություն են տալիս, հատկապես եթե բիզնեսը փոքր է կամ կարիք չկա բարդ կարգավորումների, վերստուգիչ հանձնաժողով եւ այլ տարբեր մարմիններ, որոնց անհրաժեշտությունը խիստ չկա, դրանց նախատեսումներից խուսափել։ Բայց եթե լինում են այսպես ասած շաբլոնային, պարզ նմուշային օրինակների վրա ձևավորվող կանոնադրություններ, կազմակերպությունները հետագայում կանգնում են լրացուցիչ փաստաթղթեր ստեղծելու անհրաժեշտության առաջ, եթե ուզում են հետագայում որոշակի ռիսկերից խուսափել։ Օրինակ որոշումների եւ արձանագրությունների դեպքում, եթե ժողովների որոշումների կամ արձանագրությունների կամ այլ գործադիր մարմինների մասին ենք խոսում, շատ հաճախ խնդիրը բովանդակային չէ այդքան հետինքնի որոշումների եւ արձանագրությունների տեսանկյունից, որքան դրանց նախորդող փուլերի ճիշտ կազմակերպում։ Այսինքն այստեղ խնդիրը մի փոքր շղթայական է դառնում։ Օրինակ սկսած ժողովների ճիշտ կազմակերպումից հնարավոր է որոշումը ինքնին որպես այդպեսին ճիշտ լինի, բայց եթե նախապես process-ը կազմակերպումը ժողովի օրենքին համապատասխան չի եղել, ավտոմատ փաստաթուղթը դառնում է զուտ ձևական, ոնց որ սպիտակ փաստաթուղթը կլինի յուրաքանչյուր իրավաբանի համար, այսինքն անարժեք։ Այսինքն խնդիրները տարբեր կարող են լինել, կախված թե ինչ փաստաթղթի մասին ենք մենք խոսում։ Կորպորատիվ փաստաթղթաշրջանառության մասին նաև պայմանագրերը, աշխատանքային փոխհարաբերությունների ընթացքում օգտագործող տարբեր փաստաթղթեր եւ դրանց գրագետ կազմակերպումը իրավաբանի նաև ճիշտ մասնակցությունը այստեղ շատ արմատական նշանակություն ունի։ Հա, իրականում ընկերություններ կան, որոնք որ մտածում են, որ այդ փաստաթղթերը ուղղակի ձևական բնույթ ունեն ու կարողանում են նույնիսկ copy paste անել, այսինքն վերցնում են տարբեր ընկերությունների կանոնադրություններ կամ մնացած այլ փաստաթղթերը, copy paste են անում իրենց ընկերության փաստաթղթերում եւ հետագայում մի հատ խնդրի առջև են կանգնում, որովհետեւ լինում է օրինակ, չգիտեմ, ձեր ասածի նման ինչ որ մարմնի հա կարիք է լինում, որ այդ մարմինը պետք է զբաղվի ինչ որ X հարցերով, որը որ իրենց կանոնադրության մեջ չկա, կամ հակառակը կանոնադրության մեջ նշում են մի մարմին, որը ընդհանրապես պետք չի, որ այդ մարմինը տվյալ ընկերության ըստ իր բիզնես, հա, գործունեության լինի կանոնադրության մեջ։ Ես ուզում եմ նաև խոսենք կանոնադրական, հա, կապիտալի հետ կապված, որը եւս copy paste է արվում, մասնակիցների, հա, տոկոսայնության հետ կապված, այստեղ ինչ խնդիրներ է առաջանում։
նույն կերպով, հա, եթե copy-paste-ից այսպես ասած սկսենք կրկնօրինակումից, նույն խնդիրն է, այսինքն մենք կարող ենք կրկնօրինակել այլ կազմակերպության խնդիր եւս, փաստաթղթի հետ մեկտեղ մենք այդ կազմակերպության խնդիրը եւս բերում ենք, ու եթե նախորդ կազմակերպությունը բախտի բերմամբ թե պատահմամբ կարողացել է օրինակ, հա, որոշակի ռիսկերից խուսափել զուտ կոնֆլիկտ կամ վեճային իրավիճակ չառաջանալու շնորհիվ, մենք կարող ենք նույն կարգավորումը մեզ մոտ տեղակայել եւ խնդրի դեպքում արդեն բախվել իրական բավականին մեծ ռիսկերի։ Ինչ վերաբերում է կանոնադրական կապիտալին, մեր երկրում կանոնադրական կապիտալի նվազագույն շեմ հասարակական սահմանափակ պատասխանատվության մասին ենք բաժնել իրական կետի նախկին կարգավորումների փոխարեն արդեն ընդհանրապես չունեն եւ այստեղ ձևական պահ ենք մենք ապահովում, ինչը պրակտիկայում խնդիր է դառնում հենց կազմակերպության նկատմամբ իրավունքներ ունեցող անձանց դեպքում, այսինքն եթե կանոնադրական կապիտալը 1000 դրամ է, 10000 դրամ է, դրանով որևիցե հա խնդիր փակել հետագայում մենք չենք կարող, սու ձևական բնույթ է գրում, իսկ դա որպես կանոն հենց այդպես է լինում է։ Շատ քիչ կազմակերպություններ կան, որոնց կանոնադրական կապիտալը իրական է կամ գոնե ավելի շոշափելի եւ առարկայական թիվ Իրանից ներկայացնում։ Այս տեսանկյունից առհասարակ իմ խորին համոզմամբ ցանկացած փաստաթուղթ, հատկապես կանոնադրությունը, որին վերաբերում են զուտ այնքանով որքանով, շատ անհրաժեշտ է գրագետ կազմակերպել իր ձևակերպումները։ Ու այստեղ կարևոր է նաև իրավաբանի ներգրավելը ի սկզբանե։ Մեր իրականության մեջ շատ հաճախ իրավաբանների մասին հիշում են այն ժամանակ, երբ որ արդեն խնդիրը առաջացել է։ Իսկ այս դեպքերում ոչ միշտ է հնարավոր խնդրին լուծում տալ կամ գոնե նվազեցնել բացասական հետևանքները։ Դրա համար շատ ավելի նախընտրելի կլինի անկախ կազմակերպության չափից, գործունեության ծավալից, երբեմն դրանք են իրար հետ փոխկապակցում, հա, եթե փոքր կազմակերպություն է, գործունեությունը շատ ակտիվ չէ, հետեւաբար կարելի է աչքերը փակել, հա, որոշակի փաստաթղթերի վրա, բայց կանոններն ու պահանջները բոլորը նույնն են անկախ գործունեության ծավալից։ Հետեւաբար ի սկզբանե մասնագետի ներգրավումը շատ խնդիրներից կարող է օգնել խուսափել հետագայում։ Ես վերջերս մի միտք էի լսել, որ պետք չի դրա համար իրավաբան վարձես, կարող ես մտնես ռեգիստրի կայք, այնտեղ կան հա փաստաթղթերի օրինակները, ձևանմուշները, կարող ես վերցնել այդ ձևանմուշներից, եթե ուզում ես սահմանափակ պատասխանատվության ընկերություն բացել, վերցնել ուղղակի տվյալները դրասել եւ մուտք անել պետական մարմին, ու շատերը հենց չեն օգտվում իրավաբանի ծառայությունից, մտածելով որ անիմաստ գումարի վատնում է, օգտագործում են այդ ձևանմուշները առանց հարմարեցնելու իրենց ընկերությանը իրավական կարգավիճակին ու կարող է հետագայում այդ խնդիրները ձեր ասած նման բախվեն այդ խնդիրների։ Միանշանակ։ Իմ ասածը նախկին մի քիչ առաջ շեշտած մեկ էջի վրա փաստաթղթերը իրական վերաբերում են հենց պետական ռեգիստրի կայքեջում տեղադրված նմուշներին շատ հաճախ, կան նաև էլեկտրոնային առհասարակ ինտերնետ տիրույթում արկայել հասանելի ամենատարբեր նմուշները, որոնց օգտագործումը, այո, ես ինքնին գիտեք չեմ բացառում դրանց օգտագործումը, ես չեմ ասում որ դրանց օգտագործումը ես էլ իմ համար ունեմ մշակած որոշակի նմուշներ, կարծում եմ բոլոր ունեն դա, բայց այդ նմուշը զուտ աչքերը փակ կիրառել բոլոր կազմակերպությունների համար ուղղակի ինքնախապեյություն է եւ նաեւ դիմացինին վատ իրավիճակում դնելու առաջին քայլը։ Կարող են կազմակերպությունները իհարկե այդպես վարվել եւ վարվում է մեծամասամբ, չեմ ասում բոլորը, բայց մեծամասամբ, բայց քանի որ գրանցումը միանշանակ կկայանա ու առհասարակ պետրեգիստրը նաև ասում է, չէ, որ եթե իմ նմուշային փաստաթղթերով եք նույն օրն է գրանցումը իրականացվում է, իսկ եթե այլ նմուշ է, պետք է ուսումնասիրություն կատարվի։ Գրանցվի կազմակերպություն, բայց հետագայում ինչքանով դա կօգնի ձեզ որպես գործիք, այս դեպքում գիտեք կանոնադրությունը ավելի շատ դառնում է խնդիր, ոչ թե լուծման միջոց։ Երբ որ իրավիճակը այնպես ստեղծում է, որ պետք է կանոնադրության կարգավորումներն օգտագործել, ինքը դառնում է զուտ ձևական անիմաստ փաստաթուղթ, որը չես կարող օգտագործել օգուտ քեզ ու ինքը վնաս քեզ է աշխատում։ Դրա համար եթե կազմակերպությունները բիզնես ոլորտում հատկապես նպատակ ունեն հետագայում այնուամենայնիվ գրագետ եւ իրավական ճիշտ հիմքերով գործունեություն իրականացնել, միանշանակ ճիշտ է սկսել ի սկզբանե հիմքերը նաև ամուր կառուցելով։ Միգուցե օրինակ մեկ հիմնադրի դեպքում, հա, այդ խնդիրները չառաջանա, բայց եթե մի քանի հիմնադիրներ կան, հա, մի քանի մասնակիցներ կան ու նրանց միջև էլ հետագայում, հա, ընթացքում առաջանա որոշակի վեճեր, այդտեղ իսկական խնդիրը կառաջանա հենց նույնիսկ օրինակ ժողովին մասնակցելու ծանուցումից սկսած, որ վերցնում են մի օրինակ, հա, ասում են, որ պետք է պարտադիր ծանուցվի կամ չծանուցվի, ինչ որ նորմ են սահմանում ու այդտեղ չեն կարողանում այդ հարաբերությունը ճիշտ կարգավորեն։
Հայկական իրականության մեջ շատ տարածված խնդիր է, երբ որ ասում են դե իմ ընկերն է, ինչ խնդիր կարող է առաջանալ, դե իմ եղբայրն է, ինչ խնդիր քույրն է, տարբեր փոխհարաբերությունների, անձնական տեսակի փոխհարաբերությունների վրա հիմնվելով ունենում ենք վստահություն, որ հետագայում խնդիր չի լինի, բայց ցավոք որևիցե մեկը պրակտիկան է ցույց է տալիս, ապահովագրված չէ որևիցե խնդրի առաջացումից, ու երբ որ արդեն փաստացի գալիս է խնդրի առջև կանգնելու պահը, բոլորը հիշում են, որ փաստաթուղթը չկա, փաստաթուղթը կարող է լինել, ու շատ հաճախ նման դեպքերում հենց եթե ընկերություններում կան իրավաբաններ, առաջին հերթին պատասխանատվության սլաքը պատտվում է հենց իրավաբանների կողմը, հաշվի չառնելով, որ գուցեև իրավաբանը նախկինում շեշտադրում է արել է, բայց ասել են, օրինակ դա այդքան էլ կարևոր չի, էական չի, մեր միջև օրինակ խնդիր չի կարող լինել։ Միանշանակ պետք է բիզնեսը կառուցել այն տեսանկյունից ելնելով, որ խնդիրները այսօր չկան, բայց դրանք միշտ կարող են լինել ու պետք է այնպես անել, որ մինիմալի հասնել գործունեության ընթացքում ծագող ռիսկերի հետ բախվելու խնդիրը։ Այո, օրինակ հենց մասնակիցների տոկոսի հետ կապված, մասնաբաժինների հետ կապված մարդիկ կան, ում որ շատ քիչ է տոկոսայնություն են տալիս, ուզում են կանոնադրության մեջ ինչ-որ բան փոխեն ու X մարդը չի համաձայնվում։ Այստեղ խնդիրը առաջանում է։ Խնդիրները միանշանակ առաջանում են, բայց այս տեսանկյունից երբեմն դա օբյեկտիվ չենք կարող խուսափել, որովհետև ամեն դեպքում ի սկզբանե կազմակերպության ստեղծման ժամանակ յուրաքանչյուրը ունենում է իր մասնակցության չափաբաժինը, որից ելնելով էլ ձևավորվում են նաև բաժնետոմսերի կամ բաժնեմասերի բաշխումները, ու կարծում եմ գոնե այդքանը մեր հիմնադիրները գիտակցում են, թե ինչ է հետագայում իրենց ենթադրում նաև տոկոսների բաշխումացությունը, այսպես ասած, բայց այլ հարցեր է առաջանում, որ երբեմն անկախ ամենից էլի անձնական փոխհարաբերությունների ելնելով թեկուզ հավասար բաշխում է տեղի ունենում, երկու հիմնադիրներ են 50% հավասար բաշխվածություն ու հետագայում որևիցե խնդիր, երբ որ առաջանում է հակասություն, բախում, որևիցե խնդիր գրեթե հնարավոր չի լինում լուծել, կան կարգավորումներ, բայց խնդրի լուծումները դժվարանում են եւ լրացուցիչ թղթաբանություն բյուրոկրատիա ավելանում, երբ որ չկա մեծամասնություն, այսպես կոչված, հա, այդ մի կողմը մյուս կողմի դիմաց, այսինքն խնդիրների կարգավորումները խախտվում են եւ դժվարանում են։ Այսինքն բիզնես սկսելուց առաջ յուրաքանչյուր անձ պետք է գիտակցի ոչ միայն հայկական իրականության մեջ մեկ ուրիշ խնդիրեր ունենք, հա, կարևորում են ավելի շատ ֆինանսատնտեսական հաշվապահական կողմի ապահովումը։ Իրավական կողմի նկատմամբ ուշադրությունը ի հայտ է գալիս 90% հավանականությամբ դեպքերում, երբ որ արդեն խնդիրը կա։ Կամ այսինքն ոչ թե կանխարգելիչ միջոցներ են ձեռք առնվում, այլ ծագած խնդիրները լուծելու, որոնք միշտ չի, որ իրենց համար ցանկալի ելքերով է հնարավոր լինում լուծել։ Կամ օրինակ ավելի վատ բան ասեմ, երբեմն այդ փաստաթղթերի կազմում տալիս են հաշվապահի, որը հա ով միգուցե չեմ ուզում ասել, որ չի տիրապետում, բայց կարող է այնքան լիարժեք չի տիրապետում, որքան որ տիրապետում է իրավաբանը։ Այո, ու մեր իրականության մեջ հաշվապահները գծիկ իրավաբաններ են, երբեմն կարող են նաև շատ հարցերում իրապես հաշվապահները շատ փոքր բացեր փակել, անգամ նաև մեծ ես չեմ բացառում դա, բայց մեկը մյուսին փոխարինել ու առհասարակ կորպորատիվ փաստաթղթաշրջանառությունը իմ խորին համոզմամբ դա միայն մեկ կամ երկու մարդու պատասխանատվությունը խնդիր չէ։ Ինքը բավականին ծավալուն եւ աշխատատար բնույթի ոլորտ է կազմակերպության ներսում, ու եթե կազմակերպությունը ձգտում է ունենալ գրագետ եւ մաքսիմալ ռիսկերը փակող փաստաթղթավորում, անհրաժեշտ է բոլոր ստորաբաժանումների, անկախ ինչքան բարդ կառուցվածք ունի կազմակերպությունը կամ բարդ, բոլորի ներգրավվածությունը յուրաքանչյուրը իր պատասխանատվության դաշտով, այսինքն այդտեղ ավելանում է ոչ միայն հաշվապահությունը, այլ նաեւ վաճառքի բաժին կարող է առաջանալ, ադմինիստրատիվ բաժին կարող է առաջանալ, յուրաքանչյուրը իր իրավասությունների շրջանակներում ակնկալել, որ միայն իրավաբանը կամ հաշվապահը կարող է այդ խնդիրը փակել, իրականում իմ կարծիքով միամտություն է։ Իսկ կա մարմին, որը վերահսկողություն է իրականացնում այս փաստաթղթերի նկատմամբ։ Եթե խոսենք զուտ ներքին կորպորատիվ փաստաթղթ, այսինքն որոշումներ, արձանագրություններ, կանոնադրություն, իմ պրակտիկայում դեռևս չեմ հանդիպել որևէ ստուգում կամ վերահսկողություն, միակ ստուգումը կարելի է մի քիչ ճակերտավոր անվանել, դա ի սկզբանե կազմակերպության գրանցման ժամանակ է եւ ընթացիկ կանոնադրության փոփոխությունների դեպքում, երբ որ պետական ռեգիստրը որոշակի ուսումնասիրություններ անում է, բայց
Ընթացքում իմ կարծիքով բացը նաև այստեղից է գալիս, հա, անտարբերություն ավելի ճիշտ այս ոլորտի նկատմամբ։ Մենք բնավորություն ունենք կենտրոնանալ այն ոլորտների վրա, որտեղ կան պատասխանատվության միջոցներ։ Այսինքն, եթե չկա պատասխանատվության միջոց, ուրեմն այդ դաշտը կարելի է աչքաթող անել, միջև որ կառաջանա որոշակի կոնֆլիկտային իրավիճակ։ Այս դեպքում կարծում եմ մենք նման խնդրի հետ ենք բախվում, որովհետև միջև խնդիրը չի առաջանում, այդ փաստաթղթերի մասին շատ քչերն են հիշում ու բացը այստեղ միանշանակ մենք ունենք։ Իսկ ձեր կարծիքով ինչքան ժամանակը մեկ պետք է մասնագետը, տվյալ դեպքում իրավաբանը, ստուգի այդ փաստաթղթերը։ Կարծում եմ կախված է տարբեր հանգամանքներից, այստեղ արդեն կարևոր է չհակասեմ նախկին արտահայտած մտքից բիզնեսի ծավալից ու գործունեության ակտիվությունից։ Այսինքն ինչ պարբերականությամբ եւ ինչ ծավալի փաստաթղթեր են ձևավորվում կազմակերպության ներսում։ Եթե բավական ծավալ ունի, ըստ էության դա ներքին որոշում է, կարող են շատ ավելի հաճախ, բայց իմ գնահատմամբ կարծում եմ նվազագույնը տարի մեկ անգամ յուրաքանչյուր կազմակերպություն, ինչպես օրինակ անցնում է audit ֆինանսատնտեսական գործունեության ստուգման նպատակով, նույն կերպ կարող է իրականացնել նաև իր առհասարակ բոլոր կորպորատիվ փաստաթղթերի ներքին արտաքին աշխարհի հետ հարաբերակցվելու ընթացքում ձևավորվող audit, ստուգում ու երբեմն այս դեպքում կարող է հենց ներքին իրավաբանը չիրականացնել միայն։ Ինչի եմ այդպես ասում, որովհետև թարմ հայացքով փաստաթղթերին նայելը երբեմն օգնում է տեսնել բաներ, որոնք դու անընդհատ նույն գործունեության մեջ կարող ես նաև վրիպել։ Այսինքն, եթե լինի հնարավորություն իրականացնել արտաքին ստուգման արդյունքում, շատ ավելի կարծում եմ արդյունավետ ձև կլինի։ Բայց եթե դա ենթադրում է բնականաբար որոշակի լրացուցիչ ծախսեր իրականացում, ամեն դեպքում իրավաբանը կազմակերպության ներսում տարի մեկ անգամ գոնե պետք է իր փաստաթղթերի վրայով անցնի, այն իմաստով նաև որ կատարվում են բազմաթիվ փոփոխություններ օրենսդրական ու նույն ինքը կանոնադրությունը։ Մարդիկ մի անգամ սարքում են, դնում են մի կողմ ու մոռանում են այդ փաստաթղթի թարմացման անհրաժեշտության մասին, որը կենթանի փաստաթուղթ է իմ գնահատմամբ։ Այսինքն, որքան օրենսդրական փոփոխություններ, այնքան այդ փաստաթուղթը պետք է փոփոխությունների ենթարկվի շնչող օրգանիզմի նման։ Որ կետեր կան, որ օրենքը կարող է մի ժամանակ չի ասել, որ պարտադիր է կանոնադրության մեջ դուք նշում եք, բայց հետագայում օրենքը ասի, որ տվյալ կետը պարտադիր է, պետք է այսպես լինի ու դրա համար պետք է փոփոխվի այդ կետը։ Կամ օրինակ կազմակերպությունը ամեն դեպքում էլի, հա, ամենօրյա գործող մարմին է ու հետեւաբար այդտեղ էլ կարող են բազմաթիվ փոփոխություններ լինել։ Չկան որոշակի մարմիններ ծագում է անհրաժեշտություն, օրինակ փոքր է սկսել գործունեություն ընթացքում մեծանում է, առաջանում է տարբեր մարմինների ձևավորման անհրաժեշտություն։ Շատ հաճախ գիտեք կազմակերպությունները մտածում են դե եթե մենք մեր մեջ բանավոր որոշումը ունենք, դրա գրավոր ձևակերպմանը շատ ուշադրություն չեն դարձնում։ Սա այն տարածված թյուրընկալումներից մեկն է։ Եթե կա բանավոր պայմանավորվածություն, շատ հաճախ գրավորիչ վրա չեն կենտրոնանում, հատկապես եթե ներքին փաստաթղթավորման մասին ենք մենք խոսում։ Բայց եթե որոշում կա ստեղծելու օրինակ որոշակի ստորաբաժանում, որոշակի հաստիկային փոփոխություններ անել, կառուցվածքային փոփոխություններ անել, ցանկալի է որ դրանք ձևակերպվեն գրագետ ձևով նորից հետագայում խնդիրներից եւ առհասարակ դրանց դե յուրե օգտագործման հնարավորություններից օգտվելու։ Իսկ ինչ է կարծում խնդիրը այն է, որ յուրաքանչյուր ընկերություն ուղղակի չի ուզում ռեսուրս ու ժամանակ տրամադրի այդ բանավոր պայմանավորվածությունը գրավոր լինելու համար։ Կարծում եմ մի փոքր խնդիրը բազմակողմանի է։ Այսինքն այստեղ խնդիրը կարող է լինել եւ այն, որ կազմակերպությունները գտնում են, որ նորից, հա, բանավոր պայմանավորվել ենք, ձեռք սեղմել ենք, ուրեմն դա ուժ ունի, առանց կենտրոնանալու դրա գրավոր ձևակերպման վրա։ Մյուս կողմից էլ նույն մոտեցմամբ պարզապես թերահավատ եւ ոչ անհրաժեշտ չափով լրջություն ցուցաբերել այդ ամեն ինչի նկատմամբ։ Նույնից եմ ասում, եթե ֆինանսատնտեսական հաշվապահական բլոկի վրա ուշադրությունը կենտրոնանում ենք, որովհետև այդ ոլորտում եւ վերահսկողություն կա եւ ֆինանսականը ամեն դեպքում յուրաքանչյուր կազմակերպության համար ավելի ցավոտ կողմ է համարվում, նման խնդիրները, քանի վեճ եւ կոնկրետ խնդիր չի ցակում, ցավոք շատ քիչ կազմակերպություններ են, որ կենտրոնանում են դրանց ի սկզբանե ճիշտ լուծումների վրա։ Դուք նշեցիք, որ համաձայնության հետ կապված նշում եք, որ կարող է բանավոր լինի համաձայնությունը, օրինակ մասնակիցների դեպքում, արդյոք իրենք մինչև ընկերություն բացելը պետք է ունենան պայմանագիր իրենց միջև կնքված, որ հետագայում ինչ-որ խնդիրներից խուսափելու համար։ Այսինքն համաձայնվեն մասնակիցները մեկը մյուսի հետ, ունենան գրավոր, հա, փաստաթուղթ,
մինչև ընկերության բացումը։ Գուցե դրան փոխարինող հենց փաստաթուղթ ինքնին համարվում է հիմնադիր որոշումը, որի մեջ կարող են նախատեսել, իհարկե օրենք մինիմալ պահանջներն է նախատեսում, ինչ պետք է լինի, որպեսզի որոշումը համարվի գոյություն ունեցող, բայց դրա շրջանակներում կարող են իհարկե մասնակիցներ նախատեսել նաև հետագայում իրենց փոխհամագործակցության որոշակի հիմքեր։ Միանշանակ այստեղ շատ կարևոր է առհասարակ բիզնես ոլորտում գործունեություն իրականացնողների իրավագիտակցությունը ու վստահությունը, մեր օրենսդրության շրջանակներում շատ խնդիրներ կարելի է կանխարգելել, բայց քանի որ ուշադրություն դրա վրա չկա, առհասարակ իմացություն էլ երբեմն չի լինում, նույն կերպ նմուշային որոշակի փաստաթղթերի հիման վրա process-ն արագացնելու նպատակով ինչ որ քայլեր ձեռնարկվում են եւ վերջ այդքանով, որքանով որ պետք է գործունեություն սկսելու համար։ Բայց եթե մի փոքր կենտրոնացում լինի դրա վրա, կարող են ամենատարբեր մանավանդ այս ոլորտում այնուամենայնիվ կարելի անել այն, ինչը խնդիր չի առաջում եւ չի հակասում։ Այսինքն, եթե դրա մեջ արգելք չկա ունեցական դաշտում, կողմերը կարող են հանգիստ իրար հետ ձևակերպել գրագետ փաստաթուղթ, բայց այս դեպքում հատկապես եթե դա մի փոքր ստանդարտից դուրս փաստաթուղթ է, առավել քան անհրաժեշտ է ճիշտ մասնակիցների ներգրավումը։ Դուք նշեցիք, որ որպես այդպիսին ստուգող մարմին հենց ռեգիստրն է եւ որ որոշում է գրանցի թե չէ, բայց ես իմ խորին համոզմամբ եմ ասում, որ շատ դեպքերում մասնագետները ավելի շատ ստուգում են տեխնիկական խնդիրները, օրինակ ամսաթվերի հետ կապված, որոշման թվի հետ կապված, արդյոք տնօրենն է ստորագրել, այսինքն տեխնիկական բնույթի հարցեր են իրենք լուծում ու դրանից հետո որոշում են կայացնում ընկերությունը գրանցեն, թե չէ, բայց այն բուն բովանդակությունը որ կա, նրանք կոպիտ ասած չեն ուզում խառնվել այդ ներքին, խոհանոցին։ Մի փոքր փորձեմ իրենց շահերից խոսել հարցին պատասխանելիս, կարծում եմ դա շատ հաճախ պայմանավորված է նաև աշխատանքի ծավալով, այսինքն բավականին ակտիվ գործող պետական մարմիններ միշտ ակտիվ գործունեություն է իրականացնում եւ ժամկետներն է բավականին սուղ, եթե այդ պարագայում յուրաքանչյուր փաստաթղթի վրա կարողանան երկարաժամկետ կենտրոնանալ կարևոր բովանդակային հարցեր լուծելու տեսանկյունից, կարծում եմ մի փոքր ժամանակատար եւ ավելի process-ը երկար կտևի, բայց անկեղծ համակարծիք եմ ձեզ հետ, որ անկախ պատճառից իրավիճակը դրանից չի փոխվում եւ այո պրակտիկան այն է, որ ավելի շատ կենտրոնանում են սոցիալական կողմը ապահովելու վրա, փաստաթղթերի բովանդակության վրա կենտրոնանալ, մյուս կողմից էլ ճիշտ եք ասում, գուցե չեն խառնվում մտածելով, որ դա եթե չի հակասում, դա կազմակերպության ներքին որոշումն է, եթե փաստաթուղթը այդպես ներկայացվել է, հետեւաբար այդպիսի պահանջել եղել է նաև կազմակերպության ներսում։ Ու այստեղ նորից գիտեք, կազմակերպությունները հստակ պետք է պատկերացնեն, թե իրենք ոնց են ուզում գործել։ Եթե սկզբնական փուլում անգամ չեն կարող դա պատկերացնել, ընթացքում շատ հանգիստ կարելի է որոշակի եզրահանգումներ անել, տեսնել թե ով կարող է ում նկատմամբ ինչ վերահսկողություն իրականացնել, որ մարմնի պատասխանատվության ներքո է գտնվում, որպեսզի նաև քաոսային իրավիճակներից խուսափենք։ Փաստաթղթաշրջանառությունը գրագետ նաև այդ նպատակն է հետապնդում, այսինքն որպեսզի կազմակերպությունը չդառնա ինչ որ խաոտիկ իրադարձությունների կամ գործողությունների ամբողջություն, ճիշտ գրագետ կազմված փաստաթղթերը կարող են օգնել նաև այդ հարցում։ Օրինակ ժամկետների հետ կապված, որ ասացիք, միգուցե ժամկետները շատ կարճ են, որպեսզի ունենան հնարավորություն եւ ժամանակ ամբողջովին ստուգելու հետ մասով, բայց օրինակ ես հասարակական կազմակերպությունների հետ կապված տարբեր մոտեցում եմ տեսել։ Միգուցե պայմանավորված է նրանով, որ հասարակական կազմակերպությունների դեպքում 10 օր է, իսկ ՍՊՆ-ի դեպքում 3 օր է, ու մասնագետներ կան, ես ինքս եմ հանդիպել այդպիսի մասնագետների, ովքեր որ մանրամասն ամբողջ հասարակական կազմակերպության կանոնադրությունը բոլոր կետերը մանրամասն ուսումնասիրել են, նույնիսկ ձևի հետ կապված ոնց է դա գրված, որպեսզի իշա հասարակական կազմակերպության լինի, ու մի քիչ այլ է մոտեցումը տվյալ մասնագետների կողմից։ Գուցե այստեղ խնդիրը հենց կազմակերպության էության հետ է կապված, այսինքն հասարակական կազմակերպությունը իր բնույթով ու նպատակով տարբերվում է սահմանափակ կամ բաժնետիրական ընկերություններից, գուցե խնդիրը նաև այդ իրավիճակի հետ է կապված, բայց միանշանակ իմ պրակտիկայում քիչ է հանդիպել դեպքեր, երբ որ բովանդակության վրա գերկենտրոնացում եղել է։ Իհարկե եղել են իրավիճակներ, ճիշտ եք ասում, որ օրինակ ուղղորդել են, որ այս կամ այն կետը կարող եք փոխել որոշակի խնդիրներից հետագայում խուսափելու համար, բայց
մեծամասամբ դա վրա այդքան կենտրոնացում չի լինում, թողնվում է ավելի շատ կազմակերպությունների պատասխանատվության դաշտում։ Դուք նաև նշեցիք, որ կարևոր փաստաթղթերից է պայմանագրերը։ Կուզենայի նշեք, թե որ սխալներն են, որոնք որ գործում է հենց լինում է պայմանագրերում։ Որքան էլ որ տարօրինակ է, այսինքն սա արտաքին աշխարհի հետ համագործակցություն ենթադրող փաստաթուղթ է որպես կանոն, բայց երբեմն պայմանագրերի նկատմամբ են ամենապարզ անտարբերությունը դրսևորվում նույն նմուշային օրինակներ, առանց կենտրոնանալու փոփոխվում է զուտ ռեկվիզիտային հատված, գումար, վճարման կարգին անգամ շատ հաճախ չեն անդրադառնում եւ երբ որ վճարման խնդիր առաջանում, հիշում են, որ պայմանագրում ինչ էր գրված։ Հետո համաձայնությամբ ամենագրով ուզում են փոփոխեն այդ կետը։ Այո, մյուս կողմը կամ կհամաձայնվի արդեն կամ չի համաձայնվի, այսինքն հատկապես պայմանագրի դա շատ հաճախ պայմանագրերի չստորագրում նորից գրավոր պայմանավորվածությունները շատ հաճախ հայկական իրականության մեջ փոխարինում են գրավոր փաստաթղթերին ու երբ որ խնդիրն առաջանում է արդեն պայմանագրի բացակայությունը լուրջ խնդիր է դառնում։ Երբեմն այն կազմակերպությունները, ովքեր պարտադրում են գրավոր փաստաթղթի պայմանագրի ձևակերպումը, դիտարկվում է որպես բյուրոկրատական հիմքերով գործունեություն իրականացնող կազմակերպություններ, իհարկե ես կողմնակից չեմ ծայրահեղություններին, հա, բիզնեսը չպետք է տուժի զուտ ձևական թղթաբանությունից, որպեսզի այն տարածված թյուր կարծիքը, որ իրավաբանությունը դա ավելորդ քաշքշուկ ու բյուրոկրատիա է, չբերենք իրականություն, բայց կարևոր է գրագետ պայմանագրի գոյությունը փոխհարաբերությունների մեջ, որովհետև նույնպես ոնց որ այլ իրավիճակներում որևէ ռիսկից ապահովագրված չենք, հատկապես մեծ գումար ենթադրող, հա, պայմանագրի գին ունեցող գործարքների դեպքում ցանկալի է ի սկզբանե նախապես գրագետ մշակված կողմերի իրավունք պարտականությունների պատասխանատվության, որ դեպքում ով ինչ իրավական հետևանքների կարող է բախվել, որպեսզի նաև հետագայում, եթե հանկարծ առաջանում են վեճեր, կողմերը ավելի հեշտ լուծումներ գտնեն եւ նաեւ խնդիրը չհասնի դատարան, որովհետեւ դատարանը բոլորս գիտենք ծանրաբեռնվածության նաեւ խնդիրների պատճառով այդ լուծումը դառնում է բավականին տևական ժամանակ պահանջող, երբեմն պայմանագիրն ու գործարքը արդեն առհասարակ կողմերի համար կորցնում է այդ ընթացքում նշանակությունն ու արժեքը, այսինքն պայմանագիր ունենալը միանշանակ գրագետ պայմանագիրը շատ կարևոր է, ոչ թե պարզապես փաստաթուղթ, այնքանով որ ստորագրված է եւ երբեմն կնքված, այլ իրական փաստաթուղթ, որը արտահայտում է իրական համաձայնեցված կետեր։ Վեճերի հետ կապված ճիշտ նշեցիք, շատ դեպքերում իմանալով, որ բավականին երկար է տևելու դատական process-ները, հենց դրա պատճառով էլ չեն ուզում դիմել դատարան ու իրենց իրավունքների պաշտպանությամբ կարելի ասել չեն զբաղվում։ Հիմա փորձում են ինչ-որ լուծումներ գտնել հաշտարարության ինստիտուտ, արբիտրաժի ինստիտուտ, փորձում են ինչ-որ կարգավորումներ տալ կախված հարաբերության տեսակից եւ բնույթից, բայց երբեմն եթե հատկապես գումարը մեծ չի լինում, չնայած դրան է կան որոշակի փոխարինող տարբերակներ, օրինակ իրավական համակարգում շատ հաճախ օգտագործվում է ոչ թե հայցադիմումներ ներկայացնելը, այլ կարգադրություններ արձակելը, որը մի փոքր process-ը ավելի արագացնող է, այսպես ասած, կարելի է, եթե փաստաթղթերը ճիշտ եւ գրագետ են եւ գոյություն ունեն առհասարակ։ Այսինքն, եթե հիմքեր կան, կարող ենք հանգիստ նաեւ այդ process-ով գնալ, բայց ճիշտ եք ասում, երբեմն մարդիկ մտածելով, որ դա տևելու է տևական ժամանակ, նախընտրում են ալտերնատիվ ճանապարհներ փնտրել։ Ես առհասարակ իմ բնույթով գործունեության մեջ էլ առաջնորդվում եմ առաջին հերթին բանակցությունների ճանապարհով։ Եթե բանակցությունները որևիցե արդյունք չեն տալիս, նոր ծայրահեղ դեպքում գնում ենք արդեն իրավասու մարմինների հետքերով, բայց որպես կանոն բանակցությունները արդյունք տալիս են, որպես կանոն, կախված է նրանից, թե խնդիրը ինչի հետ է կապված, ինչ պատճառներով է առաջացել, բայց բանակցությունները միանշանակ ամենաարդյունավետ ճանապարհներից է։ Բայց շատ բարդ է, իսկապես բանակցության այդ ընթացքի մեջ մտնելը բարդ է այնքանով, որ դիմացինն էլ պետք է համաձայնվի այն կետերին, որը որ իր համար է լավ։ Համաձայն եմ, դրա համար բանակցությունները կարծում եմ, որ ենթադրում են ի վերջո փոխզիջում։ Իհարկե կախված է նրանից, թե ով ավելի փաստաթղթերի տեսանկյունից ապահով գուցե ճակերտներում ապահով դիրքերում է, նա էլ ավելի թելադրող է լինում բանակցությունների ընթացքում, բայց միևնույնն է, բանակցությունների ընթացքում որոշակի փոխզիջումների գնալով հնարավոր է շատ ավելի արդյունավետ լուծումների հասնել, քան վեճը հասցնել
խնդիրներին, որ ասում եք ապահով, ով ունի ավելի ապահով փաստաթղթեր, հենց գալիս ենք այն սկզբնական կետին, որ պետք է ի սկզբանե բոլոր փաստաթղթերը կազմված լինեն գրագետ ու օրենքի պահանջներին համապատասխան։ Առհասարակ կարծում եմ ամբողջ գործունեության հիմքն է կազմակերպության, եթե ձգտում ենք նվազագույն ռիսկեր, ցավոք ռիսկերը բացառել չենք կարող դեռևս, բայց եթե ցանկանում ենք նվազագույն ռիսկեր եւ մաքսիմալ ապահով եւ հանգիստ գործունեություն ենք իրականացում ենք ակնկալում, միանշանակ նախընտրել է ի սկզբանե մի փոքր ավելի ջանք դնել, մի փոքր ավելի ժամանակ եւ ինչու՞ չէ նաեւ ֆինանս ներդնել ամուր հիմքեր ստեղծել եւ ընթացքում նաեւ այդ հիմքերը շարունակել ամուր պահել, հա, ոչ թե մեկ անգամ սարքել ու մոռանալ, հետագայում ավելի շատ արդյունավետություն կունենանք, քան թողենք, երբ որ գիտեք ինքը նմանվում է անընդհատ պայթման վտանգի տակ գտնվող ինչ-որ նյութի։ Դու կարող ես աշխատել տարիներ շարունակ ու կան դեպքեր, որ կազմակերպությունները տարիներ շարունակ գործունեություն իրականացնում են առանց փաստաթղթերի կամ թերի փաստաթղթերով եւ որևէ խնդիր չի առաջանում միջև այն պահը, երբ որ առաջին վեճն ենք ունենում։ Երբ որ վեճը լինում է, այդ դեպքում արդեն բացահայտվում են բոլոր բացթողումները։ Բացթողումները շղթայի նման իրենք, ու դրա վերականգնումը շատ ավելի դժվար է, բնականաբար։ Իսկ ինչ խորհուրդ կտաք այն ընկերություններին, որոնք որ նոր են ուզում բացվել կամ էլ արդեն բացվել են ու իրենք բախվել են այդպիսի խնդիրների։ Եթե նոր են բացվում, միանշանակ խորհուրդը այն է, որ ցուցաբերեն անհրաժեշտ ուշադրություն եւ լրջություն փաստաթղթերի ձևակերպման նկատմամբ, ներգրավելով նաեւ մասնագետների, իսկ եթե արդեն իսկ գործող են, երբեք ուշ չի ի վերջո պատկերացնել եւ հասկանալ, թե որքան կարեւոր է գրագետ փաստաթղթաշրջանառությունը կորպորատիվ ունենալ եւ նույն ձևով ներգրավել մասնագետի, այս դեպքում արդեն գործունեությունը կսկսենք այսպես կոչված աուդիտից, այսինքն փաստաթղթերի ստուգումից ինչ կա, ինչ պետք է լինի, ինչն է բացակայում եւ ինչն է առաջնահերթ, ըստ առաջնահերթությունների արդեն աստիճանաբար բացերը կարգավորել, սկսել աուդիտից եւ լրջությունից իհարկե։ Գոհարջան, շատ շնորհակալություն այս բովանդակալից զրույցի համար։ Իրականում մենք խոսեցինք այնպիսի մի թեմայից, որը որ հիմնականում վերաբերում է ընկերություններին կամ այն անձանց, ովքեր որ ուզում են ստեղծել ընկերություն եւ նմանատիպ, այսպես ասած, խնդիրները շատ կարեւոր է, որ տվյալ ընկերությունները կամ այդ անձին ուշադրություն դարձնեն, որպեսզի հետագայում խնդիրներ չունենան։ Շատ շնորհակալություն ձեզ այսպիսի պրոդուկտիվ տեղեկության համար։ Շնորհակալ եմ հանդիպման համար։ Աջելի էր։ Չմոռանաք հետևել Buzz TV YouTube-յան ալիքին իմ հետագա ոդքասթները դիտելու համար։